հայտնի է, որ սրբազանների գործով մեղադրող դատախազ Արման Բաղդասարյանը սեփական դիմումի հիման վրա հրաժարական էր ներկայացրել, դուք դա ինչով եք պայմանավորում, արդյոք ճնշումների արդյունքում էր, թե կա այլ շարժառիթ։ Իր իրավունքն է, անկեղծ ասած չեմ ցանկանում մեկնաբանել, ով ինչ անում է ինքը գիտի եւ ով ինչ անում է ինքն է դրա համար որոշում, անկեղծ չեմ ցանկանում մեկնաբանել, նիստի հետ կապված հերթական նիստերից է, տեսնում եք, սկզբում դատախազների կողմից որոշակի միջնորդություն կամ դիմում կամ հայտարարություն կարելի ասել, հետաքրքրական էր, որ իրենք ցանկանում են, որ այդ հայտարարությամբ ուզում էին ամրագրեին նշեին, որ պետք չէ քաղաքական հայտարարություն էլ անել, դատավորից պահանջում էին քաղաքական դիրքորոշում, մոռանալով, որ ի սկզբանե այս գործը քաղաքական հետապնդում է, ի սկզբանե այս գործով բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իշխանական падգամավորներ շինծու ինֆորմացիա են ներկայացրել հանրությանը, որով փորձել են տպավորություն ստեղծեն, մեծ փաստաբանական խմբի ինչ-որ առումով հաջողվեց իրենց անհավասար պայմանների գործիքակազմի պայմաններում, քանի որ իրենք հանրային հեռուստաընկերությունից են օգտվում, իսկ մեր առջև այդ դռները փակեն, բայց վստահ եմ, որ մեզ հաջողվեց հանրությանը ներկայացնել ցույց տալ, որ այս գործը ի սկզբանե շինծու է եղել, որ այս ամբողջ ընթացքը ֆարս է, որ սա քաղաքական հետապնդման ցայտուն դրսևորում է, որ Բագրատ Սրբազանը մասնավորապես այս պահին անազատության մեջ է գտնվում, որովհետև այս արշավը պետք է տեղի ունենալ եկեղեցու նկատմամբ եւ Բագրատ Սրբազանը իր հեղինակությամբ, իր անձով միանշանակ կանխող անձանցից առաջիններից մեկն էր լինելու եւ հաջողվելու էր նրան որոշակի իրավիճակ փոխել, դրա համար էր նա այս պահին անազատության մեջ, ինչու՞ չէ նաեւ երկրում վախի մթնոլորտ ձևավորելն է նպատակը, որ հաջորդիվ մենք ունենք ընտրություններ երկրում, որ այդ ժամանակահատվածում են վախի մթնոլորտը, որ այժմ փորձում են սերմանել, աշխատի օգուտ ներկայիս վարչախմբի։ Այսպես դեռ շարունակում են իշխանական կողմից այն հարցադրումները, որ Գյուլելու մասին հայտարարությունը ըստ էության մոնտաժված չէր եւ ում էր ուղղված այդ խոսքը։ Մենք բազմիցս ներկայացրել ենք, որ դա կոնտեքստից կտրված խոսք է, շատ հիմնավոր կերպով Հովհաննես Խոտոյանը նույնիսկ այնտեղ որոշակի նյութ էր պատրաստել, որով ցույց էր տալիս, թե ինչ է կատարվել, ոնց է կատարվել։ Կրկին անգամ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև բազմից ենք ներկայացրել, միայն կարձանագրեմ, կհիշեցնեմ այն, որ դա կոնտեքստից կտրված էր, դա մարդկանց զրույց էր եւ դա ապագայի հետ կապված էր այն առումով, որ եթե երկրում լինի ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն, օրենսդրական բարեփոխումներից հետո ինչպես կարելի է պայքարել օրենքի ուժով որոշակի իրավախախտների նկատմամբ։ Սա ընդամենը զրույց էր, երկու մտերիմ անձանց զրույց էր, որը կոնտեքստից կտրված հատվածը դրվել է քրեական գործում եւ որն էլ շահարկելով, օգտագործելով եւ պարլամենտում եւ հանրային հեռուստաընկերությամբ փորձ արվեց ինչ-որ պիտակներ կպցնել եւ հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ իբր գործ ունենք ահաբեկիչների հետ, այն դեպքում որ վստահ եմ, որ արդեն ողջ հանրությունը համոզվում է օրորի, որ այս ամենը շինծու էր եւ այս ամենը հենց ստեղծված էր կրկին նշենք այն հանգամանքը, որ նրա համար, որ այսօր Բագրատ Սրբազանը լինի անազատության մեջ, ինչու՞ չէ նաեւ անազատության մեջ է նմանատիպ պատճառներով Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանը, այս պատճառներով Մկրտիչ Սրբազանը